Սիրելի երևանցիներ, փաստենք, որ փոքրամասնության կողմից ընտրված քաղաքապետը, 9% ձայն ստացած քաղաքապետը եւ նրա կցորդ հանրապետություն քույր կուսակցությունը, նրանց միացած էր արդեն, պարզ դարձավ, որ հանրային ձայնել է միացել, ձեր համար 26 թվականի հունվարին պատրաստեցին նոր նվերներ, թանկացումների տեսքով։ Դա է գույքահարկ, տրանսպորտ, աղբահանություն, տեղական տուրքեր, կարմիր գծեր, այն կարմիր գծերը, որ դատարանը անգամ ճանաչել է ոչ իրավաչափ, այս մարդիկ դեմ են գնում դատարանին, առավել շատ դեմ են գնում երևանցիներին։ Իսկ հունվարի 1-ից այս մարդիկ 80 միլիոն դրամ ձեր վճարած հարկերից եւ տուրքերից տալու են այն 24 բոբոձաձաներին, որ տրանսպորտում, այդ ոչ բարեփոխված տրանսպորտում ձեզ տուգանեն, քանի որ իրենց համար ամենակարևորը գումարն է, իսկ դուք տուգանքի մատերիալ։ Եվս մեկ փաստ էլ կա, հիմա նոր Ալան-Թալանի հողակ են գտել, գերեզմանատների պահպանման համար 2025 թվականին 53 միլիոն դրամ էին տվել այդ նույն հողակին, իսկ այս տարի 26 թվականի համար 3 անգամ շատ 133 միլիոն դրամ, ինչի համար, որ այդ հողակի աշխատակիցները աշխատանքային ժամին Մայրաթորի տարածքում ցանկություն հայտնեին, վեհարան գրավեին եւ նման լկտի պահված ձեռք բերեին։ Դրա համար 53 միլիոն դրամը պետք է դառնա 133 միլիոն դրամ։ Իսկ վերջում Տիգրան Ավինյանին հուշեմ, որ լոճվել բառը, քուչա եւ ստեղ մի հատ ինչ-որ արտասովոր բառ կա, չեմ պատկերացնում ինչա, ապերավատ լինելը, դա փողոցային դպրոց է գոյություն ունել ժամանակին, որը որ դուք առաջի դասարանի առաջի կիսամյակից դուրս եք մնացել։ Մի փորձեք նման բաներ օգտագործել, քանի որ չի ստացվում։ Ձեր տարիքայինը թույլ չի տալիս, ուշ է արդեն։ Եկեք նորմալ, շփվեք, նորմալ կստանաք։ Իսկ եթե փորձեք վիրավորել, մեկին 1000 պատիկ ստանալու եք։